Բարև ձեզ, կրկին ողջունում եմ բոլորին, ովքեր եկել են այսօրվա մեր քննարկմանը, ու քանի որ այսօրվա աշխարհում, որը գնալով ավելի ու ավելի արագանում է, պունկտուալությունը երևի ամենակարևոր բաներից է դառնում, մենք ուղիղ 12:30 կսկսենք մեր քննարկումը։ Շատ ուրախ եմ ներկայացնել մեր մասնակիցներին քննարկման Պարոն Արտուր Մովսիսյանը, Վարչագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ, Մարինա Աղայանը, տիկին Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի եռաչափ տպագրության հետազոտական լաբորատորիայի վարիչ, Սմբատ Գոգյանը, պարոն, Քառակուսի կրթական հիմնադրամի տնօրեն, և տիկին Սոնա Բալասանյանը, որը մեզ միացել է արտերկրից, օնլայն, սոցիալական և ինստիտուցիոնալ փոփոխությունների հետազոտական լաբորատորիայի ղեկավար։ Շատ ուրախ եմ, որ այս կազմով ենք այսօր քննարկելու կրթությունը, որովհետև կարծում եմ նման կազմը նաև որոշակի բազմաձայնություն կամ մտքերի բազմազանություն կապահովի և կուզեի քննարկումը սկսել մի այսպիսի շատ ընդհանուր ու լայն հարցով, որը գալիս է մեր պանելային պանելային խմբի այն վերնագրից, որը տրվել էր այս քննարկմանը, ու այս հարցը կուզեի ուղղել բոլոր մասնակիցներին, արդյոք ժամանակակից աշխարհը վերաիմաստավորում է կրթությունը, որովհետև վերնագիրն այդպիսին է, որ ժամանակակից աշխարհը վերաիմաստավորում է կրթությունը։ Ինձ մոտ հարց առաջացավ, արդյոք այսօր աշխարհը իսկապես վերաիմաստավորում է կրթությունը։ Խնդրեմ, կուզեի բոլորը պատասխանեք այս հարցին, շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Միանշանակ այսօրվա աշխարհում, արագ փոփոխվող աշխարհում Արտաքին կրթությունը, ընդհանրապես կրթությունը պետք է վերաիմաստավորել, այլևս այս դինամիկ փոխվող աշխարհում գիտելիք ստանալը կրթության հիմնական գործը չի այլևս, այլ իմաստներ նույնպես պետք է տնենք բարձրագույն կրթության մեջ, որպես օրինակ միջավայր, ենթակառուցվածքներ, նետվորք եւ այլն, ոչ միայն գիտելիք, շեշտ դնել կոմպետենցիաների վրա, սկիլերի վրա, որոշ տեղերում Շնորհակալություն։ Մի քանի ուղղությունով, իմ կարծիքով, մի քանի ուղղությունով է ինքը վերաիմաստավորվում։ Առաջինը, որ հիմա կրթությունը պետք է ավելի, նաև գիտելիքների ձեռքբերումը, պետք է ավելի բազմակողմանի լինի։ Երբ որ առաջ մենք ունենք մաթեմատիկ, քիմիկ, երկրաբան եւ այլն, հիմա դրանք արդեն ավելի խառնված են, քանի որ համատեղ ջանքերը եւ համատեղ ուղղությունները ավելի զարգանում են ու ավելի լավ արդյունքի են բերում։ Ու դրա հետ կապված նաև պետք է կրթությունը ձևափոխել այնպեսին, որ մարդիկ լինեն բազմաթիվ ուղղություններով կարողանան գիտելիքներ ունենալ եւ կարողանան իրենց դրսեւորել մի քանի ուղղություններով, եւ եթե իրենց արդեն հարկավոր է կոնկրետ թիրախավորել մի ուղղություն, արդեն դրանք ինքնուրույն կարող են կենտրոնանալ եւ այդ ուղղության մեջ ավելի կարող են խորանալ։ Երկրորդը ավելի ինձ թվում է կարճաժամկետ է դարձել մի մասնագիտությունից մյուսին անցնելը։ Առաջ երբ որ վերցնում ենք մասնագիտություն եւ դա ամբողջ կյանքի համար էր, հիմա այդ մասնագիտությունը կարող է ինձ թվում է եւ պետք է մի քանի տարի մեկ անընդհատ փոխել, միգուցե կտրուկ, միգուցե ոչ կտրուկ, եւ դա նույնպես ինձ թվում է բերում է իր լավ պտուղները, որ մարդը մի քանի ուղղություններով կարողանում է այդ ուղղությունները իրար կապել։ Մնաց մյուս ուղղությունը հիմա կարելի է ամեն գիտելիք ձեռք բերել ինտերնետից, դրանք հասանելի են, եւ պետք չի անհրաժեշտությունը չկա վազել մի գրադարանից մյուս գրադարան, կարելի է օնլայն այդ ամեն ինչը ձեռք բերել, եւ այստեղ համալսարանների դերը, դպրոցների դերը եւ այլն պետք է ինձ թվում է դերափոխվում են արդեն, եւ մենք ինքներս պետք է մտածենք եւ հասկանանք ինչ կարելի է մաքսիմումով քաղել այդ ամեն ինչից։ Շնորհակալություն։
Ինչպես միշտ իմ տեսակետը տարբերվում է շատերի տեսակետից, ես չեմ կարծում, որ կրթությունը վերաիմաստավորվում է, կրթությունը մնում է նույն նպատակին եւ նույն ոնց որ հիմքերի վրա, կրթության նպատակն է հասարակության մեջ ավելի լավ ինտեգրվել եւ կարողանալ հմտություններ ձեռք բերել, որոնք կարողանաս օգտագործել քո կյանքի ընթացքում, դրա վերաիմաստավորում առանձնապես չկա, բայց կա հստակ վերաիմաստավորումը, թե ինչպես այդ կրթությունը ձեռք բերել, մեթոդների փոփոխություն հստակ կա եւ այս վերափոխման հետ կապված շատ թյուր ընկալում կա, որ գիտելիքը դառնում է երկրորդական, մինչդեռ գիտելիքը միևնույն ամենալայն հիմնարար, որտեղ առանց գիտելիքի կարող ունակությունները չեն կարող ձևավորվել։ Հիմա ես կարող եմ Վիկիպեդիայից հրապարակների մասին երկու տեքստ կարդալ եւ խելոք խոսել, բայց երբ որ հրապարակի վտանգ լինի ինձ ասեն արի որպես մասնագետ, բնականաբար առանց երկրաբանության, աշխարհագրության հիմնարար գիտելիքների ոչ մի բան չեմ կարողանա ասել։ Ինքն ընդհանուր պատկերացում ունենալու համար շատ բաներ հեշտացել է, բայց մեկը ֆունդամենտալ եւ ակադեմիական կրթությունը շատ պարտադիր է, որպեսզի մարդը իրան կարողանա կոչել մասնագետ, ուրիշ բան, որ երբ որ դու քո մասնագիտական ուղին ձեռք բերելուց շատ լավ հմուտ ձևով գրագետ ձևով ես քո գիտելիքը ձեռք բերում, դու կարողանում ես դա նաեւ տարածել այլ բնակավարներում, օրինակ ասենք մինչեւ իմ ծնողները որ պետք է գային գրադարան, որպեսզի կարողանային ինչ-որ գիծ ճարեն, ինչ սովորեին, չէ, ինձ արդեն բավարար էր տորենտով ինչ-որ ֆայլը ճարել, որպեսզի կարողանա տանը նստած կարդալ առանց գրադարան գալու, իսկ հիմա ցանկացած ինֆորմացիա, կարելի ասել, սկզբունքորեն անվճար, հասանելի ամբողջ աշխարհում, բայց դա ոչ մի ձև չի բերում նրան, որ մարդիկ սկսեն ավելի լավ օգտագործել այդ ինֆորմացիան, դրա հասանելիությունը, մեթոդները, տեխնոլոգիաները զարգանում են, բայց միևնույնն է, սովորելը դրանից առանձնապես չի հեշտանում։ Այդպիսի մի պատմված վեբ կա, Դուգլաս Ադամսի գրած, ռուսերեն եմ կարդացել, «Путеводитель по галактике для автостопщиков» տես մի գիր կա, որտեղ երկիր մոլորակը մի օր գալիս են ալմորականներ, որ պիտի վերացնեն, մարդկությունը բողոքում ասում է, բայց ինչի եք վերացնում, ոնց որ ասում որ ճանապարհ պետք է քաշենք ու խանգարում է ձեր ճանապարհը, մենք ինչ որ մոլորակի վրա այնտեղ հայտարարություն էին գրել, դուք պետք ժամանակ ունեիք, որպեսզի տեղափոխվեիք ստեղից, դե որ չեք օգտվել, ձեր մեղքն է։ Հիմա նույն ձև ամբողջ ինֆորմացիան ամենտեղ կա, բայց ուսանողներին, աշակերտներին առանձնապես չի հետաքրքրում, թե նոր հնարավորությունները ոնց կարող ենք օգտագործել, այդտեղ խնդիր կա, բայց ընդհանուր այդ առումով ոչ մի փոփոխություն առանձնապես չկա, ասի։ Շնորհակալություն, Սոնա։ Բարեկամություն, ես էլ կասեի, որ աշխարհը միշտ է վերաիմաստավորում կրթությունը, եթե պայմանականորեն բաժանենք դասականության, մոդեռնիզմի եւ այսօր արդեն պոստմոդեռնիզմի ժամանակաշրջանները, երեքում էլ իր ձևով աշխարհը վերաիմաստավորում է կրթությունը։ Պարզապես եթե խոսենք մեր օրերի մասին, այս նոր տեխնոլոգիաների եւ ժամանակի արագացման միջոցով մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, երբ ասես հետ ենք գնում դասականություն, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, հետ ենք գնում դասականություն, որտեղ կառուցվածքները անհայտ էին, բայց բոլորը ուսուցանող եւ ուսանող էին, սակայն նոր տեխնոլոգիաներով ու նոր մեթոդներով եւ մեթոդների հարցում ցույց եմ բոլորս համաձայն էինք։ Այս ազգային, վերազգային, ինստիտուցիոնալ, ոչ ֆորմալ, ինդուստրիալ, հետ ինդուստրիալ, բոլոր փուլերը այսօրվա կրթության մասին են եւ ես կարծում եմ, որ գլոբալ գործընթացների ներքո տեխնոլոգիական այս առաջընթացների կամ կարող եք նաև հետընթաց կոչել դա որոշակի կոնտեքստներում արհեստական բանականության մուտքի հետ կապված բնականաբար մենք անդադ վերաիմաստավորում ենք կրթությունը անձնական մակարդակից մինչև ինստիտուցիոնալ, ազգային եւ նույնիսկ վերազգային համաշխարհային մակարդակում։ Շատ շնորհակալություն, այս հարցով մենք կարծես թե բացեցինք քննարկումը, հիմա փորձենք ֆորմատը ոնց է վերջում կլինեն հարցեր։ Ուզում եք միանգամից ներգրավել, պարոն Կարապետյան։ Եկեք գնանք առաջ, հետո հարցերը հիշեք, որտեղ վերջում հարցերի հնարավորություն եւ քննարկման հնարավորություն լինելու է։
Ինձ թվում է մենք արդեն կարծես թե մի քիչ ավելի մտանք այն ջրերը, որում փորձելու ենք հիմա միասին լողալ։ Եվ քանի որ արհեստական բանականության անունը արդեն տրվեց եւ վերջերս մենք շատ բաներ ենք լսում, թե ինչքան վտանգավոր է, որ ինքը ամեն ինչ վտանգավոր է դարձնում լինելը եւ այլն։ Իմ հարցը մի քիչ վերանանք այդ բոլոր խոսակցություններից, այդ դուք անձամբ լինելով եւ կրթության մեջ բավականին երկար եւ գիտության մեջ եւ անընդհատ զբաղվելով կրթության եւ գիտության առջեւ ծառացած մարտահրավերների շուրջ մտածելով, լուծումներ փնտրելով եւ այլն, որն է այն ապագան ձեր կարծիքով, որի համար պետք է փոխակերպվի կրթությունը։ Այսինքն ես ոչ թե կսկսեմ կրթության փոխակերպումից, այլ ձեր ուզած, ձեր պատկերացրած ապագան որն է, որի համար մենք այսօր կարիք ունենք կրթությունը փոխակերպել։ Շատ դժվար հարցեր են, որովհետև էլի շատ արագ փոփոխվող դարաշրջանում ենք ապրում, Սոնան նշեց, որ ժամանակը կարճացել է խոշոր փոփոխությունների եւ շատ աշնորհակալ է ասել ապագայի, խոսել ապագայի մասին, հատկապես կրթության, երբ որ շատ արագ տեխնոլոգիաները փոխվում են։ Մի բան հստակ է, որ նույն ձև մտավախություններ տեխնոլոգիաների նկատմամբ եղել են նախորդ տարեսկզբին ցանկացած այսպես ասած տնտեսական հեղափոխությունների շեմին, մարդկությունը կանգնել է այդ ծիլիմանների առաջ, որ հեսակալու են նոր տեխնոլոգիաները, բոլորս անգործեն մնալու եւ այլն, բայց փորձը ցույց է տվել, որ որոշ մասնագիտություններ միգուցե վերանում են, վերափոխվում են, բայց միևնույն է այլ մասնագիտություններ ծնվում են եւ նոր մասնագիտություններ են ծնվում։ Այսինքն վախենալ ամեն դեպքում պետք չի արհեստական բանականությունից, դա գործիք է, արգելել նույնպես պետք չի, հատկապես կրթության ոլորտում, որովհետեւ դա պետք է կարողանանք մենք փորձենք ապրել արհեստական բանականության հետ, օգտվել դրանից հնարավորինս շատ, որպես գործիք եւ ներդնել կրթության մեջ, բայց այո մարտահրավերները նույնպես շատ մեծ են, որ ես վախենամ մի օր, եթե շատ վատ անենք, ստացվի, որ պայմանական դասախոս արհեստական բանականության տեստ եք ներառնում, ուսանողը արհեստական բանականության տեստը լուծում է եւ արհեստական բանականության երրորդ ակենտը այդ լուծումը ստուգում է, այսինքն դուրս գա որ արհեստական բանականությունը եւ տեստը եւ լուծումը եւ ստուգումը անի, երկուսն էլ անմասն մնան այդ գործընթացից, բայց եթե այդ մարտահրավերները գիտակցելով փորձենք ներդնել, միգուցե եւ կարողանանք հաղթահարել ու միգուցե եւ իրոք նշվեց նաև, որ վերադառնում ենք դասականին, այո, կարող է վերադառնանք նույն բանավոր քննության ֆորմատին եւ այլն, որովհետեւ կարողանանք այս մարտահրավերների դիմակայել։ Ես նորից վերադառնամ պատմությանը, երբ որ մի քանի տասնյակ տարիներ առաջի արտադրական ռոբոտները, դրանք մեքենաշինություն եւ այլն սկսեցին ի հայտ գալ, հիշեք նաեւ, երբ որ կալկուլյան դրվա ի հայտ եկավ, շատ մարդիկ դրան դեմ էին եւ մտածում են, որ դա ժամանակի չարիքն է, առանց հասկանալու, որ դա նաեւ շատ հեշտացնում է մարդկանց կյանքը։ Ինչպես նաև այդ նույն արտադրական ռոբոտները մեքենաշինությունը հեշտացրեց շատերի, հանգափորերի, արտադրության ծանր մետալուրգիայի օրինակ ոլորտում աշխատողների կյանքը, երբ որ իրենց կյանքը վտանգված էր, տարիներով անցկացվում էր առանց լույսի, շնորհիվ այս մեքենաշինության եւ ռոբոտաշինության իրենց կյանքը հեշտացավ։ Միգուցե մենք հիմա ոնց որ առաջ մեր մի քանի սերունդ առաջ մարդիկ վախեցել են արհեստական բանականությունից, նույնիսկ մենք ենք վախենում, բայց դա որոշ չափով հեշտացնելու է եւ լավացնելու է, ավելի մարդկային է դարձնելու կյանքը։ Մարտահրավերները շատ են, ինձ թվում է որպես եթե դիտարկենք Հայաստան, մենք պետք է ուղղորդվենք ու փորձենք այդ զարգացումը մեր օգտին օգտագործել։ Մարտահրավերներից օրինակ ամեն օր ես հանդիպում եմ այդ նույն խնդիրներին, նույն հոդված գրելու ժամանակ, երբ որ
կամ քո հոդվածը ուղարկում են reviewer-ների, երբ որ առաջ մարդիկ նստած նորմալ review էին անում, հա կարդում էին հոդվածը եւ քեզ ասում են ինչ ուղես, ինչ չուղես։ Հիմա շատերը տալիս են նոր AI-ին, ու իմ մոտ այդպես ստացվել է, որ review-ից երկու հատը դրանք նույն պատասխաններ են ուղարկել, արդեն պարզ է, որ AI-ն է։ Հիմա այստեղ մյուս հարցը, հա, հիմա մենք էլ ենք սկսել, որ այս չափով սկզբում ես շատ եմ AI օգտագործել հոդվածը լավացնելու։ Հիմա արդեն քիչ-քիչ սկսում ենք անգլերենը լավացնի կամ ստրուկտուրան նայի եւ այլն։ Այսինքն մենք էլ կամացից հարմարվում ենք ու տալիս ենք այդ նույն ինֆորմացիան, որ AI-ը ձևավորի, ու գիտեմ նաև, որ մարդիկ գիտեն, որոնք նաև գծագրեր են տալիս, որ AI-ը ստեղծի։ Հիմա ստացվում է, որ մենք AI-ին տալիս ենք սխալ ինֆորմացիա, այսինքն չենք տալիս սխալ ինֆորմացիա, AI-ը ստեղծում է իր պատկերացրած ինֆորմացիան, հետո AI-ը ստուգում է իր պատկերացրած ինֆորմացիան, հավատում է դրան եւ այլն եւ այլն։ Այսինքն ինձ թվում է, այստեղ մարդիկ պետք է առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվեն այն ինֆորմացիան, ինչը իրենք տալիս են, ու ինչպես են դա օգտագործում, դրանք էլ չգիտեմ ուր է բերելու, բայց պետք է դրական երևի։ Շատ շնորհակալություն, ես ուղղակի կուզեմ էլի բերել ֆոկուսի մի քիչ հարցը, ճիշտ է շատ հետաքրքիր կետերի անդրադարձակ, բայց իմ հարցը ավելի երևակայական ոլորտից է, մեր երևակայած ապագան ինչպիսին է, որի համար այսօր իմաստ ունի փոխակերպել կրթությունը, որտեղ եթե մենք միայն այսօրվա ծառացած խնդիրներով ենք առաջնորդվում, մենք փորձում ենք լուծել այսօրվա հարցերը առանց ավելի գլոբալ ու բարդ հարցեր առաջադրելու, իսկ այդ ավելի գլոբալ ու բարդ հարցը նրա մասին է, թե այ ինչ հասարակություն ենք մենք ուզում, որի համար իմաստ ունի փոխակերպել այսօր կրթությունը եւ ինչպես պետք է փոխակերպել կրթությունը, որ ունենանք այդ մեր ուզած հասարակությունը եւ աշխարհը։ Ես ուղղակի, բայց իհարկե ձեր կետերը, որոնց անդրադարձակ այսօրվա կոնտեքստում շատ կարևոր ու արդիական են։ Շնորհակալություն, անցնենք առաջ։ Ինչպես միշտ։ Այդ ազատություններ կան, որ արհեստական բանականության միջոցով սովորելը մարդկանց արդյունավետությունը բարձրացնում է, սովորել էֆեկտիվությունը, եթե առքինիկ խոսենք, իսկ ապագայի հետ կապված բնականաբար ցանկացած նոր բացահայտում, նոր տեխնոլոգիա բերում է նոր ռիսկեր, նոր հնարավորություններ, օրինակ ատոմային էներգետիկան բերեց ինչպես ատոմային բոմբ, այնպես այդ ատոմակայաններ եւ դրանց աշխատանքը ամենամեծ ֆունդամենտալ վտանգը, որ ապագային կարող է այս ամեն ինչը բերի, դա ապոկալիպսի գնի էժանացումն է, որպես այդպեսին, տենց ձևակերպենք, եթե 100 տարի առաջ անհնար էր մարդկությանը վերացնել, ոչ մի ձեռք չկար։ Հիմա մի 300 հատ ատոմային բոմբ երևի, այսինքն շատ քիչ քանակությամբ պետություններ, որ ուզենան կարող են այդ հարցը լուծել, բայց որ տենդենսը նրանում է, որ ցանկության դեպքում, եթե ռեսուրսների տիրապետել եւ կարողանալ ապոկալիպսիս բերել համատարած, բավականաչափ էժանացել, հա, օրինակ Իրանի դեպքում որ նայենք, չէ, Ամերիկայի նախագահը ասում էր էլեկտրակայաններին ամենքին մի հատ այնց բալիստիկ ռակետ կգցե մի 50 հատով ու քո երկրում արդեն ոչ մի բան չի աշխատի, ծննդատներ չեն լինի, հիվանդանոցներ, բան ու դա, ասենք, ընդհանրապես մի օրինակ է, առանց դեռևս հզոր զենքերի, բայց այդ տենդենսը կա, եւ դրա համար մարդկությունը պետք է երկու մարտահրավեր լուծի, այսինքն նենց հանել, որպեսզի ապոկալիպսի ցիկինը թանկ լինի, այսպես այսինքն այդ ուղղությամբ մարդիկ չմտածեն, եւ երկրորդը հաշվի առնելով մեր երկրի սահմանափակած ռեսուրսները, ունենք արդեն ուր հնարավոր է վիրուսի պես տարածվել ենք, այդտեղ չկա գնալու, այսինքն որտեղից ինչ կարողանում ենք քերում ենք, քամում ենք ու դրա արդյունքում գալու է ինչ-որ պահ ճգնաժամ, թե ինչ ռեսուրսներ որտեղից ճարենք ու ոնց կարողանանք անել, դրա համար ամբողջ գիտությունը պետք է ուղղել նաև այն ուղղությամբ, որպեսզի կարողանալ վերականգնվող ռեսուրսների, սնունդի եւ էներգետիկայի առումով այնպեսի կարողանալ լուծումներ գտնել, որպեսզի մարդկությունը այդ առումով չգա մի պահի, որ վերջավոր ռեսուրսի հիմա նավթի համար, որը սկզբունքորեն շատ է, ինչքան պետքա կա պայքարը գնում է, եթե հարցը գա օրհասական արդեն սնունդի մակարդակի ինչերի կհասնենք, էլի, այսինքն այդ երկու գլխավոր խնդիրները մարդկությունը պիտի լուծի, թե չէ մնացածը լավ է, ոնց որ վատ չի։ Շնորհակալություն, Սոնա։ Շնորհակալություն, ես ուզում եմ նշել, որ ինձ համար արհեստական բանականությունը գործականություն է
Եվ ինչպես գործողությունը, այնպես էլ դրա ավելի բարդ տեսակագործականությունը իրական է իր հետևանքներով։ Եվ լավ լուրը այն է, որ գիտելիքը վերարտադրվող ռեսուրս է եւ մարդկային ռեսուրս է եւ մենք այստեղ շատ պիտի կարևորենք ըստիս ինքնակառավարումը եւ համակարգերի կառավարումը։ Ընդ որում սա անենք որոշակի սիներգիայի եւ համաչափության մեջ, այսինքն հավասարապես հարցնենք ինչ է նշանակում անձի զարգացում ապագայի կրթության տեսանկյունից եւ ինչ է նշանակում համակարգերի կառավարում եւ զարգացում։ Ընդ որում այստեղ շատ կարեւոր են տրադիցիաները, որովհետեւ ինձ համար ապագայի մասին խոսել առանց ավանդույթի կամ առանց խարսխվելու անցյալի եւ ներկայի հնարավորությունների վրա չի կարելի։ Ուստի ես ուղղակի հռետորական մի հարց բարձրացնեմ, եթե Տաթևավանքում հարատևեր կրթությունը, ինչպիսին կլիներ այսօր Հայաստանի կրթությունը։ Այդ արժեքային ինքնության հարցերը ինձ համար շատ կարևոր են, բնականաբար նաև համաձայն եմ բանախոսների հետ ռեսուրսների տեսանկյունից, մեթոդների ու գործիքների նորացման տեսանկյունից, բայց նաև շատ համաձայն եմ Լուսինե ջան քեզ հետ, երբ որ նշում ես, որ այդ ավելի բարձր հարցեր, ավելի բարձր նկատի ունեմ փիլիսոփայական, օնտոլոգիական մակարդակում ավելի բարդ հարցեր կան, որոնց մասին պիտի մտածենք։ Շնորհակալություն բոլորին, ես ոնց որ մինչև անցնելը հաջորդ հարցին, եթե ամփոփեմ, բոլորս կարծես թե զգում ենք, հասկանում ենք, ամենօրյա ռեժիմով զգում ենք այս փոխակերպումների ազդեցությունը ոչ միայն կրթության համակարգում, այլ մեր վրա, որովհետև դա ամենուր է այլևս, հա, արհեստական բանականությունը դարձել է բոլորիս կյանքի անբաժան մաս, ինքը ամեն տեղ է եւ բոլոր տարիքի մարդկանց, որոնք քիչ թե շատ տեխնոլոգիայի հետ առնչություն ունեն, ինքը նույնիսկ եթե այդ մարդիկ տեղյակ չեն, միևնույն է ինքը ներկա է, հա, շատ տեղերում եւ շատ բան ուղղորդում է։ Եվ դա իհարկե բարձրացնում է այդ խնդիրը, որ այդ արագության մեջ, երբ որ այս փոփոխությունները այլևս թվում է թե նույնիսկ շատ դժվար է կառավարել, որտեվ երբեմն մարդիկ չեն այլևս կառավարում, այդ տեխնոլոգիաներն են այդ արագընթացը շատ այդ արագությունները շատ ավելի արագընթաց դարձնում, այդ կարևոր բաների համար ժամանակ, որ օնտոլոգիական ավելի այսպես խորը հարցերը քննարկվեն, մենք շատ քիչ ենք տրամադրում, հատկացնում։ Մենք շարունակում ենք այդ հոսքով ամենօրյա ռեժիմով ինչ-որ որոշումներ կայացնել, նույն կրթության մեջ արագ փոփոխություններ անել, որովհետև ժամանակը պարտադրում է այդ փոփոխությունը, բայց շատ ավելի խորքային ու այդ կարևոր հարցը, ինչի համար է այդ ամեն ինչը արվում, կարծես թե ճոխություն է ժամանակ տրամադրելը այդ հարցին եւ հենց այդ հարցը քննարկելը եւ կարծում եմ շատ ավելի խորքային ու կարևոր կլիներ քննարկումը հենց այս հարցի շուրջ եւ ոչ թե այդ տեխնոլոգիաները ինչպես կառավարենք, ինչպես դրանք դարձնենք կրթական համակարգի մաս, դրանք այսօրվա հարցերի լուծում են, հա, այդ ավելի մեծ հարցի տեսանկյունից, էլի որը կարծում եմ շատ լուրջ է եւ շատ լուրջ եմ համարում այդ ավանդույթի դերը դրա մեջ, նաեւ ընդհանրապես շատ ավելի հումանիտար եւ հասարակագիտական հարցերի պատասխանը մինչեւ տեխնոլոգիայի հետևից գնալը կամ տեխնոլոգիայի տակ մնալը շատ ավելի են կարևորվում այսօրվա աշխարհում եւ շատ ավելի կարևորվում են այ որ այդ Սմբատի ասած ապոկալիպսիսը չմոտենա, այլ ավելի հեռու լինի, հնարավորինս հեռու լինի, մենք որպես հասարակություն պետք է փորձենք երևի այդ հարցերի պատասխանները գտնել եւ ոնց որ այս ամփոփող բանից հետո կուզեի տալ հաջորդ հարցը Արդյոք կրթական համակարգը հաշվի առնելով, որ այսօր կրթական համակարգը ցավոք չունի այդ ճոխությունը կամ ինքը իրան չի տալիս, դա նույնիսկ ճոխություն չի, դա առաջնային կարիք է այս գլոբալ հարցերին պատասխանելու ժամանակ եւ տարածք կրթական համակարգը այսօր ինքը իրեն չի տալիս։ Հիմա հաշվի առնելով այս իրավիճակը, արդյոք կրթական համակարգը կարող է վերակազմակերպվել ներսից հաշվի առնելով այս ամբողջը, թե նման վերակազմակերպումը պետք է դրսից գա ու պարտադրվի։
Այսինքն լինի ինչ-որ մի բան, որ պարտադրի կրթական համակարգին վերակազմակերպել, վերակազմավորել, վերանայել ինքն իրեն։ Ինչ եք կարծում այս մասին։ Չոք չեր ասել, որ հարցերը հեշտ են լինելու։ Կարող ենք այս անգամ սկսել մյուս կողմից, կամ ով ուզի։ Չէ, բաց, հա, կարող եք, եթե ինչ-որ մեկը չի ուզում այս հարցին պատասխանել, խնդրեմ։ Ով կուզի առաջինը պատասխանել այս հարցին։ Ես կարող եմ սկսել, հետո շարունակենք։ Այսպեսի մի հետաքրքիր բան է մտքովս անցնում, ուզում եմ բարձրաձայնել, տեսեք, երբ որ խաղալիքները շատանում են, կալկուլատրից հետո արհեստական բանականություն, տարբեր հեռուստատեսության տեսակներ, ամենատարբեր հնարավորություններ գտնելու քեզ հետաքրքրող տեղեկատվությունը յուրաքանչյուր պահի, սոցիալական ցանցերում լինելու եւ շփվելու անվերջ հնարավորություններ, անընդհատ զանգեր, մի խոսքով սրան ասում եմ խաղերը շատացել են։ Եթե խաղերը շատացել են եւ արագ փոփոխություններ են տեղի ունենում, ինչ է տեղի ունենում մարդկային բնույթի եւ մարդկային տեսակի եւ հետո էլ հասարակության հետ, շատ է մեծանում ռիսկը ընկնելու իմիտացիայի կամ մերժման ծուղակի մեջ։ Երբ որ այդ գաղափարը ավելի մեծացնենք եւ փորձենք մտածել կրթության ինստիտուտի մասին, թերևս պրոկրաստինացիան կամ այդ խաղերին տրվելու ամենամեծ հակումը ունեն հենց մտածող մարդիկ, որովհետեւ նրանց անընդհատ պետք է բալանսի բերել խաղի եւ իրականության, լուրջ գիտության եւ անլուրջ գիտության միջև ու այստեղ շատ լուրջ կառավարման, ես հենց այնպես չեմ նախորդ հարցից սկսած խոսում ինքնակառավարման եւ կառավարման մասին, որովհետեւ կառավարման հատկապես փափուկ հմտությունները, սկսած ինքնակառավարումից մինչեւ ինստիտուցիոնալ կառավարում, գիտության, կրթության, մշակույթի, այստեղ առաջնային նշանակություն ունեն։ Ու եթե մենք ամեն դեպքում ուզում ենք ծուղակներից դուրս գանք եւ չանենք իմիտացիա ռեֆորմների կամ ինքնազարգացման կամ կայունացման, ապա պետք է մտածենք այն հարցերի շուրջ, որ կրթությունը եւ վերակազմակերպվում է ներսից ըստ սեփական ռեսուրսի եւ անխուսափելիորեն փոփոխվում է պատմական, սոցիալական, մշակութային կոնցեպտների ներքո։ Այսինքն այս ներսից եւ դրսից անընդհատ փոփոխությունների մեջ լինելու շրջանը թերևս ավելի արագ չի պտտվել, քան հիմա է պտտվում։ Եվ մենք դրա համար էլ հենց այդ արագությունից արդեն անկախ մեզանից մտածում ենք ապոկալիպսիսի մասին, որովհետև առաջին զգացողությունն է, որ ինչ կլինի այդ արագությունից, այդ շրջանի անդադար արագ պտտվելուց այն է, որ շրջանը կպայթի։ Բայց դրա կառավարման սկզբունքները, մեթոդները, դրա կառավարման մոտեցումների լավարկումը ինձ թվում է ճանապարհն է դեպի ապագա։ Շնորհակալություն։ Եվս եւ հետո դահլիճին էլ կանցնենք։ Գուցե հարցեր կամ կարծիքներ, տեսակետներ կուզեն դահլիճից էլ մարդիկ հայտնել։ Կրթությունը երևի Հայաստանի ցանկացած պետության ամենամեծ համակարգն է, որի ցանկացած ընտանիքի միջինում 2 անդամ հարաբերվում է այդ համակարգի հետ։ Դրա համար նա ամեն ձևով արտացոլում է հասարակության մեջ եղած ամեն ինչը։ Փոփոխության համար բնականաբար միայն արտաքին ազդակներով, որպեսզի ասենք սա սենց որ անեք լավ կլինի, այդ մեթոդները չեն կարող աշխատել, որտեղ ուսուցիչը եթե ինքը չի հավատում, որ դա այդ ամեն ինչը ճիշտ ուղղությամբ է, այդ ամեն ինչը ոչ մի հաջողության չի հասնի, բայց մյուս կողմից էլ արկնկալել, որպեսզի ներքին այդ օրակարգային ստանդարտ գործունեությունների արդյունքում կարող են արագ առաջ խաղացումներ եւ փոփոխություններ լինեն, դրան էլ պետք չի հավատալ։ Իմ համեստ կարծիքով, չնայած անհամեստ ասել կարծիք sense մարդկանց մոտ, մեր կրթական համակարգը խորհրդային միության համակարգի գերին է մնացել, ինչ նկատի ունեմ, օրինակ ես մաթեմատիկոս եմ եւ համարում եմ, որ դպրոցում այդքան մաթեմատիկա միջին հանրային քաղաքացում սովորացնել իմաստ չունի։
Ինչի, բայց ինչու այդ ոնց որ բայց մենք ասում ենք առաջ լավ էր, չէ, էս էր, հիմա ոնց հանենք այս ամենը կողքի գցենք, Ամերիկայում տենում եք դեբիլներ են մեծանում, այստեղ ոչ մի բան չկա, գիտելիք բան էլի, դա տորակարգը մեր մոտ այնքան արմատացած է, որ դրսում վատ է, մեր մոտ լավ է, ծանրն է, բայց այս ոնց եմ եկել իմ կարծիքով ինչու մենք այս վիճակում ենք հայտնվել։ Ուրեմն երկրորդ համաշխարհայինից հետո, երբ որ Ստալինի նախաձեռնությամբ մինչև այդ լիկբեզը եղավ, լիկվիդացիա без грамотности, այսինքն անգրագիտությունը վերացրեցին, ասենք մեր հայ ավելի շուտ, քան դե ժամանակ ոնց որ ամփոփվեց, կարելի ասել, բանը հայերի 5%-ից քիչը ուղղակի կարող էր գրել։ Հիմա ասենք մեզ թվում է թե մենք գրագետ ազգ ենք, բայց ամբողջ աշխարհում է տենց եղել 200 տարի առաջ ընդհանրապես մարդկանց 1%-ից քիչը, այն էլ ընդհանրում սովորաբար վանականներն էին, որ կարողանում էին գրեին, իսկ մեր իմացած բոլոր հայտնի փիլիսոփաները, ֆիզիկոսները, մաթեմատիկոսները միջինում նենց լորդ են եղել, էլի, որպեսզի կարողանան իրանց թույլ տալ, որպեսզի ինչ որ ժամանցային գործով զբաղվեին։ Երբ որ գրագիտության մակարդակը առաջացավ, ոնց որ ձևավորվեց, կարդալ գրել արդեն կարողանում էին, առաջացավ հաջորդ հարցը։ Լավ, ոնց անենք, որ ասենք ատոմականներ ենք սարքելու, Գագարինին ենք ուղարկելու, լուսին բան այդ դիեզերքը լուսին չհասավ, այդ ամեն ինչ անելու համար մեզ պետք են լուրջ մասնագետներ, իսկ ոնց անենք այդ մասնագետները ստեղծելու համար, գրեցին կրթական ծրագրեր, ամբողջ սովետական միության կրթական մաթեմատիկայի բաժինը մշակել է Կալմագորովը, որը երևի պատմության մեջ ամենաուժեղ 3 մաթեմատիկոսներից մեկն է Նյուտոնի հետ կիսում այդ երյակի մեջ են, բայց դե ամեն դեպքում այդ մարդը երբեք երեխաների հետ չի աշխատել, բայց ինքը հասկացել է ինչ մասնագետ է պետք, որպեսզի ջեք կառուցեն։ Ու տենց կրթական ծրագիրը դրել են, օրինակ ես որ փորձում եմ նայել, իմ դպրոցի դասարանի երեխաներից մենակ մի երկու հոգի էինք, որ նորմալ կարողանում էինք այդ նյութը սովորել։ Ընդ որում ես ինքս որոշ առարկաներ չէի կարողանում։ Այսինքն ամենքը մի երկու առարկա ինչ որ ձեղ վիոլա տանելով առաջ էին գնում ու տենց այդքանը յուրացնում էինք։ Բայց դրա այդ ամբողջի արդյունքում որպես մարդ մենք տուժում էինք։ Խորհրդային միությունն էլ ոնց էր ասում էր եկեք դուք մի մտածեք, ձեր մտածելու ձևերը, ձեզ իդեոլոգիայով մեկ այդ ամեն ինչը կտանք ձեզ, մի մտածեք, սովորեք, մնացածը կանենք։ Հիմա եկավ անկախացավ Հայաստանը, մտածելու մասը ոնց որ մտավ ավտոմատ կրթական համակարգ, բայց ոչ մեկ ոչ մի ձև չմտցրեց դա։ Այսինքն որտեղից ոնց ասես մտավ։ Գրված է միայն, որ պետք է մտածել։ Հա, բայց դե ասենք դրա հիմա մենք ունենք կրթական ծանր ծրագիր, որը միջին ստանդարտ երեխային առանց գերմարտկային ջանքերի հնարավոր չի, որ նա այդ ամեն ինչը սովորի։ Խելացի երեխային, ձգտում ունեցողին, նպատակը սլած երեխային այդ ամեն ինչը հնարավոր է։ Բայց քանի միջին երեխային պետքա սարքել նպատակասլաց, իսկ մեր կրթական ծրագիրը դրան ոչ մի ձև թույլ չի տալիս։ Իմ երկու տղաները, որոնք դպրոցական են, գնում են տան մոտի սովորական հանրակրթական դպրոց, ու երկուսի մասին էլ մինչև երկրորդ դասարան ուսուցիչները համարում էին, որ վերվարած երեխեք են, ոչ մի բան չեն անում, ոչ նորմալ կարողանում էին կարդալ, ոչ նորմալ կարողանում էին գրեն, ու մի քիչ էլ բաներ էլ են, որ դասղեկները տենում էին, այնց Գոգյան Սմբատին չի սազում էլի, սենց երեխեք բայց հիմա երկուսն էլ դզվել են, որտեվ այն առաջին փուլը, որ դպրոց ես մտնում, ադապտացիայի փուլը մեր մոտ երեխային, որ վերաբերվել որպես երեխա չկա։ Մենք շատ արհամարական ենք վերաբերվում, օրինակ Բլեյանի դպրոց ենք ասում, չէ՞, Մխիթար Սերբաստացի դպրոցը, Օհանյան, Արեգ Նազան կրթահամալիրը, Վալդորֆյան դպրոց ենք ասում, բայց սենց ասեմ, ես լիք երեխեքի հետ շփվում են, դպրոց երեխեքը երջանիկ են մեծանում։ Ու չեմ կարող հստակ ասել, որ մեծանալով իրանք ավելի քիչ ակադեմիական գրագետ են լինում, քան սովորական դպրոցի միջին երեխան։ Մենք համեմատում ենք իրանց ֆիզմատ դպրոցի օլիմպիական երեխու հետ, հա, դրա համեմատ շատ-շատերը անգրագետ են, էլի։ Այսինքն մենք հանրակրթության process-ի մեջ երեխային որպես մարդ, որը մարդ է, ոչ թե էակ է, որը պետք է սովորի, այլ մարդ է, ուղղակի քիչ բան գիտի։ Բայց ինքը մարդ է իր էմոցիաներով, իր հույզերով, դրան ոչ մի վերաբերմունք չկա դպրոցի ներսում, ոչ ուսուցիչների կողմից, ոչ էլ դրսի այդ օղակների կողմից։ Այդ հարցն է պետք լուծել։ Հիմա դա ոչ դրսով կլուծվի, ոչ ներսով առանձին, բայց մի ամբողջ համակարգային լուծում է պետք, որպեսզի դրան հասնենք, որտեվ
երեխան էլ այդ համակարգում մեծանալով, չէ, հետո գալիս է շտեմարանային այդ թեստերը լուծել սովորելով ընդունվում է համալսարան ու ռեալ հիմա խնդիր ես ունեմ համալսարանում դասավանդելով, որտեվ ինձ շատ դուր է գալիս համալսարանի մոտեցումը, որ ուսանողներին մղեք, թող իրանք սովորեն։ Ոչ թե նստեք մաթեմի թեորեմը ծերից ծեր ապացուցեք, այլ ընդհանուր թեմայի մասին, թեորեմի մասին, ընդհանուր խոսեք, թող իրանք գնան գիրքը կարդան։ Հա, բայց գնում են առանց կարդալու գալիս են, որովհետև իրանք սովոր չեն, պետք է ինչ-որ մեկին փողը տան, չէ՞։ Ասենք ամիսը 50,000 դրամ, որ ասի մյուս դասին եկած այս 37-ից 48 խնդիրները լուծած կգաց։ Եկած չեկար մամայիդ եմ զանգելու։ Հիմա ես ոչ մամային կարամ զանգեմ, ոչ, այսինքն այդ ամբողջ համակարգը դպրոցական, որ երեխան չի կարողանում որպես անհատ հասունանա, այլ նա դառնում է ուղղակի խնդիր լուծող վերարտադրող, գալիս անգնում է մեծերի միջավայր ու չի կարողանում իրան դրսևորի։ Շնորհակալություն, պարոն Մովսյանը մի կարճ բան էր ուզում ասի ու հետո խոսափողը ուղղելու եմ այս կողմ։ Հա, պարոն Կոգյանը հարակրթությունից խոսեց, ես գիտությունից մի քիչ խոսեմ, Արանքը պարսագույն կրթության մասին մոռանանք մի պահ։ Տեսեք, վերադառնալով հարցին, որովհետև ոնց որ հարցնել մի քիչ բան եղավ, պարտադրանք դրսից, թե ներսից եւ այլն, ես գիտության օրինակով ասեմ, վերջի տարիների մեր փորձից, որտեղ որպես թե ինչի ենք բախվել։ Մի շարք բարեփոխումներ, որոնք մենք փորձեցինք գիտության ոլորտում անենք, ստացվեցին բոլոր այն բարեփոխումները, որոնք որ թիրախային խումբը, հանրությունը, գիտնականները կիսեցին մեր հետ։ Այն ինչ մենք մտածել էինք, իրենք կիսեցին, հա, Մարինեն կիսեց մեր հետ այն թիրախները, որ մենք դրել էինք, մասնակցեց այդ process-ներին եւ հաջողեց։ Այն բարեփոխումները, որոնք որ թեգուզև լավն են տրված, միջազգային փորձից են եւ այլն, հա, այդ դրանք շատ դժվար են լինում փոփոխությունները անել, եթե դա մասնակցային չի, եթե թիրախային խումբը չի փոխում։ Այսինքն ամեն դեպքում, եթե մենք խոսում ենք դրսից պարտադրանքի մասին, այսինքն ինչ որ ստանդարտներ բերելու մասին, լինի դա բարձրագույն կրթության ոլորտում, հա, եթե ռեկտորը, պրոռեկտորը, իր թիմերը չլծվեն այդ աշխատանքին, չդարձնեն դա իրենցը այդ գաղափարը, դա չի հաջողելու։ Շնորհակալություն, բայց իրականում պարտադրանք ասելով ես ոչ միայն նկատի ունեի այն պարտադրվող համակարգերն ու բարեփոխումները, այլ նաև տնտեսությունից եկող ինչ-որ մի բան, որի պատճառով ստիպված պետքա փոխվի կրթությունը եւ գիտությունը ծնողներից, երեխաներից, որտեղ մենք կրթություն ասելիս, երբ որ ասում ենք համակարգ, մոռանում ենք, որ այդ ամբողջ, այսինքն դրա մեջ մարդն է, հա, ու տարբեր տարիքի մարդիկ են։ Ու այդ պարտադրանք ասածը կարա գա հենց մարդուց, որը այդ համակարգի կառավարման, մշակման, իրականացման մաս չի։ Երևի այսքան է եւ հիմա խոսափողը ոնց որ ուղեմ այս կողմ, պարոն Ղարաբեկյան ամենասկզբից էր ձեր բարձացել, հետո կներեք ձեզ կտրամ, հա, ձեզ երկուսին, եղավ։ Զգուշ, շնորհակալություն։ Բարձրացավ, լավ, նու ինչպես միշտ, թե ոչ ինչպես միշտ, բայց իմ տեսակետը ամենամոտը պարոն Գոգյանի տեսակետն է, երևի այսպես ուրեմն, բայց իմ հարցը ես բազմաթիվ հարցեր կան իհարկե, որտև այդ թեման անսպառ է, ընդամենը շնորհակալություն, ընդամենը հետևյալն է, որը վերաբերում է մեր թեմային, իսկ Հայաստանը վերաիմաստավորում է կրթությունը։ Ես Հայաստան բառը չլսեցի, ես լսեցի ընդհանուր դատողություններ, որոնց հետ համաձայն եմ սկզբունքորեն, բայց ես կուզենայի հասկանալ մեր կրթական համակարգում այս պահին, ինչ խնդիրներ կան, դրանք լուծվում են, թե չէ։ Ճիշտն ասած, ի սկզբանե ենթադրաբար հարցը հենց Հայաստանի մասին էր, ոչ թե աշխարհի։ Հիմա հերթով, հա, դուք եք ձեռք բարձրացել եւ դուք, չգիտեմ, ով կուզի առաջինը։
Արմեն Զաքարյան, ես ավարտել եմ բանասիրության ֆակուլտետը։ Ու այն հարցերը, որ դուք տալիս եք այստեղ, եթե թույլ կտաք, պիտի արձանագրենք, որ այն ինչ որ հիմա տեղի է ունենում տեխնոլոգիական առաջընթացի ոլորտում, արհեստական բանականության ոլորտում, երբ արդեն հնարավոր չի իրականը շատ դեպքերում արհեստականից տարբերել, մարդկությունը շարժվում է դեպի նոր քաղաքակրթություն։ Ու հիմա եթե դա մենք հիմա այսօր դրա մասին չմտածենք, մենք միշտ կմտածենք ուրիշ նարատիվների մասին, չհասկանալու, որ որտեղ է այն մարտահրավերը կամ ինչ նոր իրող, որ ապագայի մասին եք ասում, որն է այդ ապագան, ու էլի մենք կուշանանք։ Ու որպեսզի մենք ես պարոն Գոգյանի ասացի հետ համաձայն եմ, որպես ասած, բայց նաև համաձայն չեմ են առնը, որ ոչ թե մարդկությունը նեգատիվ այդ ոչնչացման մտածողության պետք գնա կամ գնալու է, չի գնալու, այլ թե զարգացումները ինչպես է ապահովելու ինքը իր համար։ Հիմա մի հարց էլ ես տամ, որն է կրթության իմաստը, առհասարակ։ Հիմա մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, ու այն կրթական միջավայրը, որ Հայաստանի Հանրապետության տարածքում պիտի լինի, մենք պիտի հասցեագրենք արձագանքենք այդ հարցերին, ինչպիսին պիտի լինի մեր կրթությունը։ Կրթության պետությունը ինչ նպատակ ունի կրթությունը ֆինանսավորելով կամ կրթություն կազմակերպելով։ Եթե մենք զուտ մնանք կրթական ցիկլի մեջ, մենք այս հարցերի պատասխանը չենք ստանա ու ճիշտ տեղ չենք գնա։ Մենք պիտի ընդունենք, մեր ելակետը այն պիտի լինի, որ կրթությունը ինքը հասարակական բնույթի ոլորտ է, հանրային բնույթի ոլորտ է։ Հայաստանում չկա ձկնարդյունաբերության նախարարություն, որովհետև Հայաստանում այդ արտադրական ծավալի ձուկը չկա։ Իսկ կրթությունը բոլորիս ընտանիքն է մտնում, ինչպես պարոն Գոգյանն է ասում։ Հիմա կրթությունը Հայաստանի Հանրապետությունը ինչ նպատակ պիտի հետապնդի այդ կրթությունը ֆինանսավորելով։ Իմ կարծիքով առնվազն 2։ Կարող եմ ասել, թե շատ խոսեցի։ Ուրեմն առնվազն 2, որ մեկ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույն քանակի կիրթ մարդիկ լինեն։ Այն ինչ է փողոցներում, հայրենի հետ են ոնց են վարվում։ Հիմա եթե մենք այդ հարցը չենք լուծում, ինչ հարց ենք լուծում, եթե կիրթ քաղաքացիներ չպիտի ունենանք կրթություն ունենալով։ Եվ երկրորդը, Հայաստանի Հանրապետությունը չի ապրում մեկուսացված աշխարհում, Հայաստանի Հանրապետությունը մրցակցության մեջ է անընդհատ, մրցակցության մեջ էր անընդհատ, անկախ նրանից թե որ մակարդակով էր դա գիտակցվում, եւ որպեսզի լինի մրցակցային, ինքը պիտի հասկանա, թե ինչ կրթական առաջնահերթություններ պիտի ունենա։ Սրանք պիտի լինեն կրթական ստրատեգիայի սյուները։ Եթե այս երկու հարցը լուծենք, դրանից հետո մենք կարող լինենք արդեն այն տակտիկական ինչ ձևով այդ ամբողջը կազմակերպել, կրթության ոլորտի մարդիկ կարողանան ասեն։ Բայց ստրատեգիան պիտի լինի առավելագույն կիրթ, առավելագույն թվով կիրթ մարդիկ եւ Հայաստանի մրցակցությունը ապահովելը։ Այսքանը, բայց շատ երկար կարող եմ խոսել։ Շնորհակալություն, խնդրեմ։ Շնորհակալ եմ, ես Սերոբ Նեմանտինյան, ես էլ եմ համալսարանական, նույնիսկ 2 անգամ ավարտել եմ տարբեր մասնագիտություններով, քանի որ քննարկում է ֆորմատը, հա, դասախոսություն չի, ես ընդհանրապես 1-2 նկատառում կանեմ, այդ նկատառումների շուրջ միգուցե կարծիքներ լսենք բանախոսներից։ Տեսեք, խոսվեց, որ գիտելիքը դադարել է լինել այսպես ընտրյալների կողմից տրվող ինչ-որ բան, համընդհանուր տարածում ունի, դա այդպես չէ։ Այդ ինֆորմացիան է տարածված, տեղեկությունը, տեղեկույթը, գիտելիքն ու ինֆորմացիան տարբեր են։ Գիտելիքը դա գիտակցված, ըմբռնված մարդու կողմից, գիտնականի կողմից, երեխայի կողմից եւ համակարգի մեջ տեղավորված ինֆորմացիան է։ Այսինքն օգտակար, այո, հենց պարոն Գոգյանի ասացի հետ կապված եմ դա ասում։ Այս առումով գիտելիքը ավելի քան պահանջարկված է եւ ավելի քան շնորհակալություն։ Այս առումով գիտելիքը տարածված չի առավել քան երբևէ։
Գիտելիքն ավելի է արժևորվել, գիտելիքը դարձել է այս առումով, կխմեմ ես անպայման։ Գիտելիքը դարձել է այս առումով շատ ավելի կարևոր մի բան, որ պետք է այդ մեսենջերով տրվի գիտելիք ստացողին եւ այստեղ բացառիկ կարևոր է ուսուցչի դասախոսի դերը, որ այդ ինֆորմացիան համակարգված ձևով տրամադրի, որ տա այն գործիքակազմերը ինֆորմացիա ստացողին, որ այդ գործիքակազմերով ինքը այդ ինֆորմացիան վերածի գիտելիքի, վերածի այն համակարգի մեջ տեղավորված գիտելիքի, որը իր համար գործառնական նշանակություն կունենա։ Պարզօրինակով եթե ասեմ, պատկերացրեք փականագործի արչև փռում են գործիքները, մի 50 գործիք։ Եթե նա չիմանա այդ գործիքները ոնց կիրառի, նա ոչ մի օգուտ չի ստանա։ Նույնը ինտերնետում ինչքան գիտելիքը ավելի հասանելի է, ինչքան ինֆորմացիան, տեղեկույթը ավելի հասանելի է դարձել, այնքան ավելի դժվար, վտանգավոր եւ ավելի դժվարամարս է դարձել այս առումով։ Չշփոթենք գիտելիքը ինֆորմացիայի հետ։ Դպրոցի մասին ես շատ եմ այս միտքը կրկնում, մենք ունենք 19-րդ դարի դպրոց, 20-րդ դարի ուսուցիչ եւ 21-րդ դարի աշակերտ։ Ժամանակային այս անախրոնիզմում մենք ուզում ենք հանրակրթություն ձևավորենք, հանրակրթություն անենք, չի ստացվի այսպես։ Խոսվեց, որ սովետական կրթական համակարգը մենք դարձել ենք գերին այդ կրթական համակարգի։ Մենք պետք է այս առումով ժամանակային առումով ռեֆրեշ անենք, թարմացնենք։ Եվ մեկ բան էլ ասեմ, ես իմ երեխային հարցնում եմ, ասում եմ, ո՞րն է այսօրվա քո դասը, այս ինչ առարկայից։ Ինձ ինչ է ասում։ Թեմա 3, էջ 91-ից 95։ Այսինքն սա ինձ համար շատ խոսուն է։ Թե ոնց է ուսուցիչը հանձնարարում թեման, թե ոնց է երեխան այդ թեման վերցնում որպես գիտելիք, այդ տեսեք ասում եք ինֆորմացիա եւ գիտելիք։ Սա շատ խոսուն փաստ է, նա ինձ չի ասում եմ տղա ջան, բովանդակությունը ո՞րն է, անուն ունի, վերնագիր ունի այդ թեման։ Թեմա 3, էջ 91-ից 95։ Կներեք, որ այսպես կներեք, ես վերցրեցի ձեզնից խոսափողը, բայց շատ մարդիկ են ուզում արտահայտվել, մի բան խնդրեմ, քանի որ պարոն Գոգյանի հետ շատ համակարծություն կար, գուցե մյուսները մտածեն այս հարցերի մասին, որտեվ հարմակարծիք էին ձեզ, այսա կասեմ, բայց մի վարքյան, ես կուզեի այնտեղ երիտասարդներ էին ձեռք բարձրացրել, գուցե իրենցից վերցնենք, խնդրեմ դուք փոխանցեմ, մի հատ հարցել վերցնենք, անցնենք այստեղ, հետո էլի տեղափոխվենք դահլիճ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հնարավորության համար, անունս Հրայր է, ես էլ եմ շրջանավարտ։ Ես ամբողջ ընթացքում քննարկման նշումներ եմ արել իմ մոտ ու իմ հարցը հետևյալն է, այնտեղ կարծիք հնչեց, որ պետությունը պետք է ձևավորի ընդհանուր կրթության վերաիմաստավորման ռազմավարությունը։ Ես համակարծիք չեմ այդ կարծիքի հետ, որովհետև պետությունը, իշխանությունը եւ համակարգերը փոփոխվող է, միակ կայուն ինստիտուտը դա բարձրագույն ուսումնական հաստատություններն են, ու հենց այստեղ պետք է ձևավորվի կրթության թե վերաիմաստավորման, թե տրանսֆորմացիայի ընդհանուր ռազմավարությունը, որովհետև միակ օղակը, որ շփվում է եւ շուկայի հետ, աշխատաշուկա, ասեք, եւ պետական ընդհանուր ազգային շահեր ձևավորող ինստիտուտների հետ եւ ինքը որպես կապող օղակ պետքա ձևավորի, բայց ցավոք սրտի թե ԵՊՀ-ն, թե մնացած բոլոր բուհերը դարձել են փակ էկո համակարգ, կտրված թե աշխատաշուկայից, թե ուսանողությունից, թե ընթացիկ ուսանողներից, թե շրջանավարտներից։ Շրջանավարտների մեծ պոտենցիալ որևէ ձև չի օգտագործվում ոչ ԵՊՀ-ի կողմից, ոչ մնացած բուհերի կողմից, որպեսզի գոնե գեներացվի ինչ-որ օրակարգ։ Գիտնականներ, մեր բոլոր բուհերը տարվա կտրվածքով, այսպես ասեմ, թողարկում են գիտնականների մի ստվար հատված, թվերին չեմ տիրապետում, բայց այդ գիտնականների, ովքեր դառնում են գիտությունների թեկնածուներ, իրանք ինչ-որ հայեցակարգ են։ Ու չեն դառնում դոկտոր մի անգամից։ Իրանք ինչ-որ մի հատ խնդրի շուրջ հայեցակարգ, թեզ առաջ են բերում, հիմնավորում են, հերքում են եւ այդ ամեն ինչը դառնում է մեր արխիվներում կամ cloud համակարգերում ուղղակի ինֆորմացիա, որը ոչ մի կերպ չի օգտագործվում։ Արդյոք ինստիտուցիոնալ բաց չկա այդտեղ, որ այդ մարդկանց, չգիտեմ, տարիների աշխատանքը չի վերցվում, չի ուսումնասիրվում եւ չի կիրառվում, չի դառնում փորձ։
ինչքան գիտնականներ կան, ովքեր ունեն արժեքավոր աշխատություններ, քանից նա ԵՊՀ-ն կիրառում Հայաստանի Հանրապետության կարիքների համար, քանի տնտեսագիտական գիտությունների տեխնացուներ ունենք, որոնք ունեն իրանց աշխատությունները, ու տենց ոլորտ առ ոլորտ։ Իմ հիմնական հարցադրումը հետևյալն է, արդյոք բարձրագույն ուսումնական հաստատությունները չպետք է վերցնեն, հանձնառություն վերցնեն կրթության թե տրանսֆորմացիայի, թե ադապտացիայի, թե վերաիմաստավորման առաքելությունը։ Հիմա տեղափոխվենք այստեղ, ով կուզի պատասխանել, եւ դուք ինքներդ նշեք, որ հարցին եք պատասխանում, որտեղ այստեղ 4 մարդ ելույթ ունեցավ եւ հարցեր հնչեցին եւ նկատառումներ։ Հարցերը շատ տարբեր էին, ելույթներ էին, հատիկ չեմ հիշի, բոլորը իրենց նստվածքը տվել են, ընդհանուր տպավորությունս ասեմ։ Տեսեք, շատ ժամանակ մենք ուզում ենք ամեն ինչը ինքնուրույն անենք։ Մենք զարգացող երկիր ենք եւ ունենք այն առավելությունը, որ կան զարգացած երկրներ եւ այն բեռը, որ այդ լոկոմոտիվի կրողը մենք ենք, քաշողը մենք ենք, այդ մերը չի։ Բերեք մենք ամեն անգամ հեծանիվ հորինելու, խելացի ձևանալու եւ լրացուցիչ բաներ հորինելու հետևից չգնենք։ Աշխարհը անցել է այս ճանապարհներով։ Աշխարհը որոշ հարցերում օրինակ արհեստական բանականությունը մենք զուգահեռ ենք բախվում եւ այդ առումով մենք ունենք առավելություն, որ հավասար մարդահրավեր է բոլորիս, բայց կան հարցեր, որոնք որ աշխարհը անցել է եւ պետք է այդ փորձը ճիշտ ներդնել մեր համակարգում։ Ֆինանսավորման մասից բարձրագույն կրթության խոսք գնաց, այո, պետքա փոխվի համակարգը ամբողջովին, հիմնովին, որովհետև մենք բարձրագույն կրթության հիմնական դերը մասնագետ սարքելը չի դարել։ Մասնագետի որակավորումը, թե ինչքան բարձր որակավորմամբ մասնագետ ենք սարքում, էդի չի այնքան էական, թե քանի հոգի մասնագետ ենք սարքի։ Այսինքն, եթե մենք գլխաքանակով է ֆինանսավոր եւ բուերին մեղադրելու չի, որտեղ իրենք նաև ֆինանսավորում է իրենց, կախված է ուսանողների թվից։ Երբ որ մենք այդ համակարգից ուսանողի թվի կախված ֆինանսավորման համակարգից անցնենք, այսպես ասած, կներեք, հայերենը էլի պետք է աղավաղեմ, performance based funding-ի անցնենք, հա, արդյունքի վրա հիմնված ֆինանսավորման կնա, որը նույնը գիտության համակարգում ենք անել, բայց դա նույնպես բարձրագույն կրթության մեջ կլինի։ Այլևս դասախոսի համար շահեգան չի լինի այդ ուսանողին 3 դնելը, որովհետև դա կարող է ազդի վաղը իր եւ իր բուհի ֆինանսավորման վրա, որովհետև ինքը վատ մասնագետ է պատրաստել։ Այսինքն, երբ որ մենք կարողանանք շատ փոփոխություններ Հայաստանի Հանրապետությունում իրականում ոչ փողեր, ոչ հայեցակարգեր կամ ռազմավարություններ դրանք չեն։ Շատ փոփոխություններ մեր մտածելակերպի մեջ պետք է անենք։ Նույն արհեստական բանականության մասին խոսում ենք, այդ խնդիրները Մարինեն էլ բարձրացրեց։ Շատ խնդիրներ դա էթիկայի դաշտում են, հա, որը ծագելու է արհեստական բանականության շնորհիվ, որը էթիկայի դաշտում են, որը ծագում է ակադեմիական համակարգում, մենք շատ ժամանակ ակադեմիական էթիկայի նորմերը չենք պահում, հետո սկսում ենք խնդիրներ թվարկել եւ դպրոցում, եւ դասախոսական կազմը, եւ հետո գիտնականներ սկսում ենք խնդիրներ թվարկել, թե ինչքան շատ կան, բայց երբ որ յուրաքանչյուրս մեր կողը տեսել ենք այդ ակադեմիական էթիկայի խախտման օրինակներ եւ աչք ենք փակել, լռել ենք, մաս ենք կազմել դրան, հետո փողոքում ենք արդյունքից։ Ասում եմ, շատ բաներ մենք պետքա մեր մեջ փոխենք եւ այլևս չհանդուրժենք։ Ինչ վերաբերում է կրթությանը, իրոք ինքը պետք է բոլորս ընդունենք, որ այլևս կրթությունը ցկյանս գործունեություն է։ Դուք չեք կարող 4 տարի, 6 տարի սովորել, դառնալ մասնագետ, ամբողջ կյանքդ մրցունակ աշխատել։ Ոչ, դա այլևս չի լինի։ Թե մեթոդները ոնց կլինեն, պարոն Կոգյանն էլ ասեց, գիտելիքի մասով էլ եք ասում, մեթոդները կարող են փոխվել։ Գիտելիքի մասով ինքը
ճիշտ եք ասում, ինֆորմացիան է հասանելի, բայց դասավանդման մեթոդները նույնպես հասանելի են, այդ դասախոսների վիդեոները նույնպես հասանելի են, որոնք էլ ավելի լավ են փոխանցում այդ իմաստով։ Տարել է տարածություններն են ավելի կարճ տարել, հա, նույն հնարավորությունների տեսանկյունից փոխանակումներ ուսանողների, գիտնականների գնալ, ծանոթանալ, մեթոդներ ներդնել եւ այլն։ Նավեսկանն Էլով կուզի Ես անդրադառնալ։ կարճ անդրադառնամ, իրականում այդ կրթության միջի կապը, խնդիրները ես նույնպես տեսել եմ վաղուց ու անդադ այդ հարցը առաջացել է, թե ինչ մենք այն չենք անում որպես գիտնականներ, որ հետագայում գիտություն գալիս է կամ կրթություն ԵՊՀ-ն կամ ցանկացած պետական, հա, համալսարան ավարտած ուսանող ինքը պատրաստի կադր չի հետագայում աշխատանքի համար։ Ինձ թվում է խնդիրներից մեկը Չի կարող է լինի պատրաստի կադր։ չի, հա, բայց խնդիրն այն է, որ կրթությունը շատ առանձնացված է եւ տնտեսությունից, եւ արտադրությունից, եւ գիտությունից։ Ինձ թվում է սա սկսած համալսարան դպրոցից վերջացրած համալսարանից։ Այսինքն նույն դպրոցական երեխաները հիմա մենք ինստիտուտներում ունենք կարող են ցանկացած շատ դիմում են, հա, որոշ դպրոցներ, աշակերտներին բերում են, աշակերտները տեսնում են ինչ է կատարվում, երբեմն վերջերս շատ հաճելի է, որ վերջի դասարանների աշակերտները միանում են մեծ գիտական աշխատանքներ անելու կամ արտադրական ինչ-որ պրոցեսներ նայելու եւ այլն։ Բայց սա շատ եզակի դեպքեր են ու սա շատ կտրված է, դրա պատճառով մենք ունենք այն ինչ ունենք։ Երբ որ նայում ես արտասահմանյան բուհերում, են որ նստեն տեսականորեն ուսումնասիրեն կենսաբանության, չգիտեմ ինչ, հա, աղիքները, օրինակ, հա, իրենք ավելի կնախընտրեն այդ մի օրը գնան գիտության թանգարան, այսպես ասած, չպատկերացրեք նկարներ գնան հեռվից նայեն, այլ իրենք ձեռք տան մակետին, աղիները դուրս հանեն, տեսնեն ինչ երկարության է, որտեղ ինչ է, այսինքն այն ինչը կարելի է բերել գործնականի, նույնը հայագիտության դեպքում, հա, պատմության դեպքում, փոխանակ երեխաները գնան թանգարաններ կամ գնան ավելի կիրառական, հա, իրանց գիտելիքի արդյունքը կամ աղբյուրը տեսնելու համար ու այդտեղից մոտիվացվեն, մենք շատ փակել ենք այդ համակարգը, կրթությունը իր համար, ակադեմիկոսները իրենց համար նստած իրենց կաբինետներում, մենք գիտնականներն լաբորատորիաներում, թանգարաններն է իրենց։ Այստեղ մեր դերն էլ կա, հա, որ մենք պետք է, ինձ թվում է, եւ դասախոսական կազմը եւ գիտնականները եւ ուսանողները պետք է փորձեն շրջեն նաեւ Հայաստանի տարբեր գյուղերում, շրջաններում ու փորձեն եւ հաղորդակցվել եւ ներկայացնել այդտեղի երեխաների, աշակերտների հետ, որոնք մեր ապագա կադրերն են։ Շնորհակալություն, քանի որ մեր ժամանակը արդեն մոտենում է ավարտին, այնտեղ էլի արտահայտվել կամ հարց տալ կամ նկատառում ասել ցանկացողներ կային, ես տեսնում եմ երկու ձեռք այնտեղ եւ այստեղ էլ Տիկին Ասյանն է վաղուց ցանկանում արտահայտվել։ Սկզբում երևի փոխանցենք Գորին, հետո այստեղ, հետո ձեզ Տիկին Ասյան։ Կներեք ժողովուրդ, ուղղակի դահլիճն էլ է շատ ակտիվ ուզում ասել, հա, իհարկե, եւ ի վերջո եղավ ամեն մեկին մի րոպե։ Որովհետև կրթությունը բոլորինս է, դրա համար էլ բոլորը ուզում են արտահայտվել։ Բարև ձեզ, ես Գորն եմ, սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտ, հարցս կարճ ձևակերպեմ։ Առաջնահերթություններին կրթական անդրադարձանք, հատկապես հիմնական կրթության եթե մասին ենք խոսում, ոնց է որոշվում պայմանական օրակարգը, ինչ առարկաներ պետքա անցնի աշակերտը, ինչը պետքա չանցնի, ինչի վրա ոնց պետքա շեշտվի եւ այլն, ինչքանով է դա կապվում պետության ռազմավարության հետ, թե ինչպիսի մարդ պետքա կոպիտ ասած պրոդուկտ չէ, բայց որպես մարդ, որպես քաղաքացի կամ բնակիչ, ով պետքա դուրս գա տեղից, ինչ հմտություններ, գիտելիքներ պետքա ունենա ու հատկապես օրինակ ինչի փիլիսոփայություն, հոգեբանական ինքնակարգավորում, էթիկա եւ այլ առարկաներ իսպար բացակայում են հասարակագիտության մեջ են տեղավորված։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, ես եմ Գոր, ԵՊՀ շրջանավարտ եւ աշխատակից։ Մի փոքր դիտարկում անդադ ԱԲ-ի եւ կրթության
կամ տեխնոլոգիա եւ կրթության հակասության մասին ենք խոսում կամ կրթությունը չի հասնում տեխնոլոգիային։ Ու իրականում տեխնոլոգիան չի հասնում կրթությանը, որովհետեւ տեխնոլոգիան օդից չի ընկել, կրթության միջոցով է ընկել, հետեւաբար կրթությանը պետք է ավելի խորքային հասկանանք, որպեսզի տեսնենք կրթությունն է տեխնոլոգիայի դեմ թե հակառակը, բայց իրական կրթությունն է ստեղծում այդ ամեն ինչը գիտության հետ ձեռքի տված։ Մյուս կարևոր դիտարկումը մենք կպարտվենք արհեստական բանականությանը, եթե մեր 4 բանախոսների փոխարեն 4 տարբեր ԱԲ գործիքներ նստած լինեն եւ իրենք հարցերը պատասխանեն եւ ոչ թե մենք, հետեւաբար գուցե ապագայում այդպիսի խնդիր լինի եւ պետք է այս տեսանկյունից նաեւ կրթության մեջ եւ ընդհանրապես հասարակական կյանքում ԱԲ-ի կարգավորման մեխանիզմներ ստեղծվեն։ Օրինակ, եթե մենք ինչ-որ նյութ ենք պատրաստում, որը պետք է համապատասխանի ISO ստանդարտներին, որպեսզի քիմիական եւ էկոլոգիական վնաս չհասցնի, նույն բանը նաեւ ԱՊՀ-ն է, ինչ ISO-ներ են պետք, որպեսզի այդ ամեն ինչը տեղի չունենա, եւ Հայաստանի հետ կապված այ ինստիտուցիոնալ ինչ կարևոր շեշտադրումներ պետք է արվեն, որպեսզի մեր երկիրը այս արհեստական բանականության բուրըն զարգացման մեջ կարողանա ճիշտ ուղղությամբ գնա, հատկապես օրենսդրության տեսանկյունից, որովհետեւ օրենսդրությունը ստեղծվել է բանական մարդու համար, բայց հիմա մենք ունենք մի տեխնոլոգիա, որի տարբերություն նախորդների օժտված է ճակերտավոր բանականությամբ եւ այդ դաշտը այդպեսին դեռևս չէ։ Շնորհակալություն, քանի որ ես պունկտուալությունից էի խոսում, բայց չի ստացվում տեղավորվել։ Ես շատ կարճ կխոսեմ, ես գոռը չեմ։ Բարև ձեզ, շնորհակալություն բոլոր բանախոսներին, շատ հետաքրքիր զրույց է ստացվել եւ այս ցանկությունը երկխոսելու նշանակում է, որ երկխոսության հիմքերը դրված են։ Շատ կարճ մենք խոսում ենք ամեն ինչի մասին, մենք խոսեցինք փոփոխության, կրթության վերաիմաստավորման, կրթության վերաձևման անհրաժեշտության, վերափոխման անհրաժեշտության մասին։ Մենք խոսեցինք արհեստական բանականության մասին, բայց կարծում եմ այդ ամենի մեջտեղում բանական մարդն է, եւ շատ կարեւոր է, որpիսի մենք հասկանանք, որ նախ պետք է սկսել սուբյեկտից, երբ որ մենք խոսում ենք փոփոխության մասին եւ որևէ բան վերաիմաստավորելու անհրաժեշտությունից, նախ պետք է հասկանալ, թե ինչն է փոխվել մարդու ուղեղի աշխատանքում, ինչն է փոխվել նրա կոգնիտիվ գործընթացների աշխատելու տեսանկյունից։ Արդյոք փոխվել են մարդու էմոցիաները, արդյոք փոխվել են նրա ներգրավվածությունը։ Այս շատ հաճախ ասում ենք, որ մարդու ձևը ինֆորմացիայի ընկալման փոխվել է։ Լավ, փոխվել է, իսկապես փոխվել է։ Իսկ քանի հետազոտություն գիտենք, թե կոնկրետ ինչն է փոխվել եւ արդյոք գիտական հիմքեր դրված են կրթության փոփոխության համար։ Համալսարանում մենք աշխատում ենք իհարկե այդ ուղղությամբ, աշխատում ենք եւ ուսանողների ներգրավվածության էմոցիոնալ եւ ֆիզիոլոգիական ինդիկատորները հասկանալու ուղղությամբ եւ կոգնիտիվ պրոցեսների փոփոխության ուղղությամբ եւ ես հույս ունեմ մի օր մենք հասնենք նրան, որ այս բոլոր գիտական ձեռքբերումները հիմք կհանդիսանան կրթության բարեփոխման համար, բայց նորից եմ կրկնում, պետք է սկսել սուբյեկտի ուսումնասիրությունից։ Շատ շնորհակալություն, ես հիմա խնդրելու եմ, որ բոլորը անդրադառնաք, բայց մի վարքյան ուղղակի հիմա կտրամադրեմ խոսքը պարոն Գոգյանին, ուղղակի մի հետաքրքիր դիտարկում, հետաքրքիր էր, որ այստեղ մենք տարբեր գիտակարգերից ենք եւ չնայած խոսում ենք այսօրվա աշխարհի միջգիտակարգայնությունից, յուրաքանչյուրս մեր գիտակարգի դիրքից խոսեցինք, թե ինչն է ամենակարևորը կրթության ոլորտում ու ամեն մեկս կենտրոնական, դուք որտեղ առաջի հարցը ընդհանրական էր, բայց դա էլ է հետաքրքիր, որ խոսելով այդ փոխկապվածությունից ու այն մասին, թե որքան պետք է այսօրվա աշխարհում այս ամեն ինչը միասին ավելի աշխատի, միևնույնն է մենք յուրաքանչյուրս մեր գիտակարգի դիրքից ամենակենտրոնական խնդիրը համարում ենք այն, ինչին ինքներս ենք առնչվում այն ոլորտում, որտեղ աշխատում ենք, խնդրեմ։ Ես մաթեմատիկան բացարձակ չեմ կարևորում մարդու կայացման գործում, անսպասելի էր։ Կրթական, ինչպես Տիկին Ասրյանը ասեց, կրթական համակարգի կենտրոնում պիտի լինի անհատը եւ գոր առաջինի ասացի հետ կապված, թե ինչ ռազմավարություն, առարկաների բաշխում, ինչպես բան պիտի լինի, ընդհանուրով, այսինքն եթե նայենք հասարակության մակարդակի, կարևորն է, որ դպրոցը ավարտող երեխան լինի հետաքրքրասեր եւ կարողանա իր հետաքրքրությունները բավարարելու համար անհրաժեշտ գործիքների տիրապետի։
Այսինքն տենց ինչ որ ընդհանուր պետքա պահանջ դրվի, կարող է մեկը գերադասի, ուրիշ առարկաներով, այսինքն ավագ դպրոցի իմաստը մոտավորապես դա էլ ոնց որ ձևակերպել են, էլի, բայց մեր մոտ դա բացարձակ բացակայում է ու նաև ինչու կարող է դա կապված լինի, մենք հայերս ամեն ինչ կարճ ենք պլանավորում։ Այսինքն երեխայի առաջադիմությունը պիտի երրորդ դասարանում ինքը կարողանա լավ կարդագրի։ Եթե ինքը այդ տարիքում չի կարողանում այդ ամեն ինչ անի, 2 դասարանցի ավելի լավ են անում, ուրեմն վերջ, տապալված է երեխայի կրթությունը։ Բայց եկեք, որ ասիմ 2 դպրոց է, իրանց երկարաժամկետ են նայում։ Ասում են եկեք հիմա առաջին դասարանում նենց հիմք դնենք, որ 8-րդ դասարանում երեխան լինի հետաքրքրասեր ու իրան ինչ որ բան եթե հետաքրքրում, ինքը բացի դա ուսումնասիրի ու անի խորանա։ Հիմա դա շատ հեշտացել է։ Համաձայնվեք, եթե 100 տարի առաջ մեկին հետաքրքրեր նավաշինությունը, ինքը առանձնապես ձևել չուներ նավաշինության շուրջ խորանալ եւ ինչ որ մեթոդներ ձեռք բերել, պետքա որ նայում ենք, չէ, բոլոր հաջողված հայերը մի օր իր գյուղից իր բանից պայուսակը վերցրեց, գնաց ուրիշ երկիր ու սկսեց սովորել, հետո վերադարձավ Հայաստան ու սկսեց անել։ Հիմա այդ ամեն ինչի բանը չկա, բայց մեր հասարակության մեջ էլ չկա հետաքրքրասիրություն զարգացնելու հարցադրումների մշակույթը, ծնողների մոտ էլ չկա, դրա համար էլ կրթության մեջ չկա։ Երբ որ հանրակրթության մեջ շատանան նախաձեռնող հետաքրքրասեր եւ իրանց հետաքրքրությունների հետևից գնացող մարդկանց, ապա բուհական համակարգ կգան ավելի շատ նման մարդիկ ու բուհական համակարգի գործը կհեշտանա, բայց քանի դեռ տարկետման տեղերի քանակով ու անվճար տեղերի քանակով են գալիս ուսանողները, ոչ թե իրանց նախասիրություններից ու իրանց երազանքների հետևից գնալու, մեր մոտ բուհական համակարգում ֆունդամենտալ փոփոխություններ չեն կարող լինել։ Շատ շնորհակալություն, ով կուզի հաջորդը, վերջին ոնց որ Ես փորձեմ կարճ ասել, հատկապես բարձրագույն կրթության մասով, ես ավելի քան համոզված եմ, որ համակարգի մեջ լիովին համաձայն լինել է, որ ամեն ինչի հիմքում մարդն է։ Ես նաև իմ խոսքում էլ նախորդ ասեցի, որ մենք պետք է փոխվենք շատ հարցերում, մնացածը գործիք են մեր համար, որպեսզի կարողանանք եւ էթիկայի մասով եւ գիտելիքի մասով մենք պետք է փոխվենք։ Մյուս մասը, որ կուզենամ հատկապես շեշտեմ, մենք պետք է ավելի մեր բուհական համակարգին հատկապես նայենք, որ իրենք հետազոտական համալսարանների լոգիկայով աշխատեն, այսինքն մենք շատ ժամանակ մեր կրթական կոմպոնենտը գիտությունից նշվեց, դրա մասին խոսվեց, այո, արտադրությունը նույնպես ակին տարանջադում ունենք։ Ինչ վերաբերում է, թե ընդհանրապես ինչ պետք է տա ինչ պետք է թողարկի, այսպես ասած, համալսարանը, մենք Սմբատի հետ Գոգյան նույն կուրսում ենք սովորել եւ մենք մինչեւ հիմա էլ երևի ես առնվազն մտածում եի, որ ֆիզիկայի ֆակուլտետում, երբ որ մենք սովորում էինք, առավելությունը այն էր, որ մեզ սովորեցնում էին սովորել։ Այսինքն ոչ թե մենք ավարտելուց հետո կարող էինք ու պատրաստ էինք գնալ եւ ինչ-որ ֆիզիկայի ինստիտուտում աշխատել, որպես պատրաստի մասնագետ, ոչ, ես գնացել եմ ֆիզիկայի ինստիտուտ ու էլի լիքը սովորել եմ։ Պարզապես այդ սովորեցնել սովորելը քիչ չէր, կանով մենք կոյենք։ Խնդրեմ։ Մեզ կերազանց։ Բայց ես հատուկ խմբում եմ։ Եկեք։ Լավ, խնդրեմ Տիկին աղան, Տիկին Բալասանյան, ով կուզի։ Ես արագ արձագանքեմ, իրական շատ շնորհակալ եմ հարցերի համար, որոնք նաև անուղղակիորեն ինֆորմացիայի փոխանցում էին ու շատ ուրախ եմ այսքան հետաքրքիր գաղափարներ կարևոր կասեի գաղափարներ ռազմավարական իմաստով լսել։ Սկսեմ ամենասկզբից, պարոն Կարապետյան, իմ հարցը, եթե Տաթևավանքում հարատևեր կրթությունը, ինչ կլիներ այսօր մեր կրթությունը, հենց այնպես չէր տրված, որովհետև մինչև խոսելը վերաիմաստավորման մասին, մենք պիտի շատ կարևոր ու հանգամանալի ձևով անդրադառնանք նրան, թե ինչն ենք վերաիմաստավորում, ինչի մասին ենք սկզբում մտածում, ինչից ենք սկսում։ Պիտի հիմա մի հատ արագ գնամ վերջ Տիկին Ասրյանի հետ միանշանակ համաձայն եմ մարդակենտրոնության հետ կապված
Ավելին ասեմ, մենք պիտի լինենք տրավմայի նկատմամբ սենսիտիվ եւ պիտի լինենք կոնտեքստի նկատմամբ սենսիտիվ, սրանք շատ կարեւոր հարցեր են, երբ որ մտածում ենք, թե ինչ կատարողական հնարավորություն ներուժ ունի մեր կրթական համակարգը։ Ու ես մի ընդհանուր խնդիր ձևակերպեմ, ես կարծում եմ, որ մեր ամենակարևոր խնդիրը այն է, որ մենք ամբիցիայի եւ կատարողականի հնարավորության միջև բալանսները լավ չենք պատկերացնում։ Մենք ունենում ենք մեծ ամբիցիաներ, բայց շատ վատ գնահատված կատարողականի հնարավորություն։ Եվ եթե մենք երկուսը գոնե փորձենք ինչ որ ձևով բերենք իրար մոտ, այդ ժամանակ կսկսենք կհայտնվենք այդ կառավարման եւ ստրատեգիական աշխատանքի բանական դաշտում։ Ու նորից կուզենամ նաեւ արձագանքեմ մյուս Անտենյան Սերոբի ասացին, որ ուսուցչի դասախոսի դերը շատ կարևոր է, այո, այդ կատարողականի հնարավորության առաջին գործորդը ուսուցիչը դասախոսը գիտելիք փոխանցողն է, ես ձեր հետ դրանում խիստ համաձայն եմ, բայց նաև պիտի ասեմ, որ եթե մեկ դար առաջ էլ գնայինք, այն ժամանակ էլ լինելու էր 18-րդ դարի դպրոց հաստատություն, 19-րդ դարի ուսուցիչ եւ 20-րդ դարի սովորող։ Շատ շնորհակալություն եւ կուզեք դուք էլ Երևի ամփոփիչ կլինի, ինձ թվում է խնդիրները բազմաթիվ են ու այդ խնդիրների առաջարկելը ու լուծումները բոլորից է կախված, ընդհանուր ունենք կրթության իրականում խնդիր Հայաստանում ու հնչեց կարծիք, որ դա գալիս է ընտանիքից, այո, բայց այդ ընտանիքին նաև մենք ենք դաստիարակելու եւ կրթելու եւ հիմա էլ մենք կրթելու ենք ծնողներ, որոնք հաջորդ սերնդին են կրթելու, այնպես որ պատասխանատվությունը մեր վրայից գցելը ինձ թվում է ճիշտ չի, ու ես կառաջարկեմ ինչպես այլ երկրներում, համ զարգացած երկրներում մարդիկ բացի իրենց առօրյա աշխատանքից ունեն նաև իրենց հոբիները։ Ու անպայման չի, որ այդ հոբիները ֆինանսավորվեն, այսինքն եթե մենք գտնում ենք խնդիր մեր հանրապետությունում, որ կա կրթական խնդիր, մենք կարող ենք պարզապես մեր ժամանակի ու փոքրինչ ֆինանսի հաշվին գնալ եւ այդ մեր չափով լուծել։ Երևի այս նոտայի վրա այս մեր դահլիճի մարդաշատությունը վկայում է, որ կրթությունը բոլորին ամենահուզող հարցերից մեկն է եւ գուցե սա լինի ընդամենը սկիզբ ավելի երկար քննարկումների, որտեղ բոլորը հնարավորություն կունենան արտահայտվելու եւ գուցե այդ գործընթացը օգնի իսկապես վերաձևակերպել եւ վերաիմաստավորել կրթությունը։ Շատ շնորհակալություն բոլորին։